Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է քրական թողարկում, էքսկլյուզիվ, հաճելի հյուրեր, նյութեր եւ իհարկե պրեմիերաներ։ Բայց դրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս պայն ես մեծագույն սիրով պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ իհարկե բացառապես 21 TV-ի հետ։ Եվ ասեմ, որ հատուկ ձեզ համար տեսալովակ եմ նախապատրաստել ու ասեմ, որ տեսալովակի հերոսույն րոպեներ անց կլինի մեզ մոտ աղավարում, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Րոպեներս քեզ հետ սիրո տոն է հավել արբել եմ քո սիրուց ու ինքս ինձ կորցրել եմ արդեն շատ վաղուց սերն ես իմ ամենան թող աշխարհն իմանա քեզ երբեք ու երբեք սրտիցս չեմ հանի ու ուրիշի չեմ տա քեզ սպասելով վայրկյաններս դառնում են տարի դու ինձ համար առաջին սեր ու վերջին դե արի որ սիրտս քեզ տամ
Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա առավելևս իմ ընկերներն են մոտ նստել եւ նրա ընկերներն են մոտ նստել, ձայնը բարձրացրել են եւ իհարկե սպասում են հաճելի հանդիպման։ Իսկ ես րոպե չկորցնելով ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալ եմ տաղանդավոր սիրված իմ ընկերուհուն երգչուհի Սվետա Եղիազարյանն, իսկ նրան ուղեկցում է իր պրոդյուսերը, իմ 100 տարվա ընկեր Արսեն Ակոբյանը։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարի օր, Ձինջան։ И начали. Դուներդ եք լավ։ Այնպիսի ելույթ էր։ Որս բայց մի տեսակ շունչը չէր շնչում։ Չէ, դուք շատ արագ եւ պրոֆեսիոնալ եք անում։ Ես արդեն ասում եմ, ինչ հրաշալի աշխատում Ձինջան, շնորհակալություն հրավերի համար, մերսի։ Ապրեք։ Գնալով կատարելագործմանը Բացվել եմ, չէ՞ տեսակ։ վերջը չենք տեսնում։ Բայց իրանց եմ կանչե գովում, իրանք են իսկ գովում։ Ճիշտ ասեմ, 100 տարի էսպես էր, ես աղջիկը պրոֆեսիոնալ է միշտ։ Դուք իմացաք ում եմ եթեր կանչում, այդ անցան։ Ինչի անամես եթեր կանչում։ Իսկ հիմա անցնում եմ արդեն բուն թեմայի։ Չգիտեմ, կներես որ ասեմ մեր թվերին, չեմ ասում նորմալ թվեր է էլի, մեր թվերին, բայց մեզ մոտ տենց թեմա չի եղել, չէ՞ որ ասեք ես կամ դու ինչ-որ մի նորություն ունեն, մեր ընկերները տենց տարածեն, չգիտեմ Instagram-ով։ Նորմալ, բա ինչ լավ գործ ես արել, շնորհավոր։ Հիմա եթե ես օրինակ Սվետայից ոչ մի նորություն չունենամ, այդ օրը իմ Սվետի story-ին, այսպես ասած, բաց թողեմ, մեր ընկերները այնքան են տարածում, շնորհավորում, էլ coming-soon, էլ նորություն, որ ուզած մենք իմանում ենք թե ով ինչ նորություն ունի։ Բայց ես որ տեսա այս Սվետային իմ սիրած կերպարով, Արսեն քո միտքներ թե Սվետինը։ Այս անգամ ճիշտ ասած Սվետի միտքներ, բայց դե ընդհանուր են։ Լիքը դե ժամանակի ընթացքում կատարելագործում ենք, ասում են, եթե աշակերտդ լավը չի, նշանակում է դու վատ ուսուցիչ ես, հա, վարդապետ ջան, այսպես ասած։ Դե ինչ ասեմ, շատ մտորումներից հետո որոշեցինք, որ այս կերպարը պիտի լինի եւ շատ սազեց նրան։ Ու Տրենդային կերպար է։ Նորմալ է չունեցիր, թե ասիր չէ, լավ, օքեյ, համաձայն եմ։ Սա քոնը չէր էլի, ես տեսա, որ դու ես տիպաժում, ես քիչ չի սպասում, բայց շատ ադուր ես եկել, հասկացար դու։ Թեթև եթերային ու այս տարվա տրենդային վիճակների մեջ կերպարեր ինձ թվում է ավելի հաճելի սիրունի։ Սվետան Ատամնաբուժա, կովբոյ լրիվ իր հետ համահունչ տրենդա։ Ես որպես ֆիլմի մարդ ասեցի, որ այս աղջկան կինոյի մեջ կգողանան, ավելի լավը թող լինի կովբոյ կերպարում։ Ձին չկար։ Լուրջ ձիչում է։ Մյուս տեսալում ակ։ Չոք ենք տալիս ձին։ Չեմ նկատել։ Ձին չկար, բայց որովհետև Ձինջան ինքը ակտիվ երգեր, ձին ավելի շատ մեղեդային դանդաղ ռոմանտիկ, հա, մի քիչ չէ։ Ձին մուրազա։ Լսի, բայց մի հատ տեղ տեսա, որ դու այդ վիճակով էր, մի քիչ հաճելի, շորը կպատմեմ արդեն տեսալովակը ոնց էր։ Մեքենայի ինչ որ մոտ Թե էդի coming-soon էր։ Չէ, Ձին փոխվել է գժական մեքենայով, պաստորեն։ Լոքեյշնները տարբեր են, լուքերն են տարբեր, մի տեսահոլովակի մեջ ներառված է, բայց համ ենք սիրուն ստացել, համ Երգից ինչ կասես կպատմես։ Երգը այս անգամ որոշել էինք լինի շարան, մաշապ, ինքը հին եւ նոր խիտերից հավաքված շարան է։ Ներառում է իր մեջ Արմենչիկ, Մարտին Մկրտչյան, Լիլիթ Հովհաննիսյան, Հռիփսիմե Հակոբյան, այն երգերը, որոնք որ սիրվել են տվյալ երգիչների կողմից ստացված խիտերով հավաքված, ինձ թվում է այդ մատուցելը, բացի դա, որ գեղեցիկ ստացել ենք երգը, նաև ես իմ աշխատանքի մեջ կիրառում եմ գրեթե ամեն օր ռեստորաններում մարդկանց ուրախացնելու, պարացնելու համար շատ կատարյալ տարբերակ է։ Իսկ նկարման աշխատանքները արս։ Ես խանգարում էի։ Ես զգացել եմ, ամբողջ TikTok-ը դա է։ Այո, եւ TikTok-ը ինձ գրում է, ինչ ես անում տղա ջան, հիմա դու օգնում ես թե չէ։ Շատ հետաքրքիր տեսարաններ պատրաստելու համար իմ մոտ տենց բացեց, որ ձին չկար։ Ես որոշեցի օգնարացնում եմ, բայց ասեմ, ոչ, դա աուրա է, դուք չեք հասկանում, սա մասնագիտական է։ Ջան, դուք այդ աուրայի շնորհիվ ինչքան կադր եմ կորցրել, որ ես բառերը խառնում էի։ Լուրջ ես ուշադրությունս Արսենի կողմի։ Ձին ջան, կհասկանաս, դա ֆիլմի հետ կապված է, այսինքն կադրից դուրս աշխատանքի ատմոսֆերնիկ, go, ես այդպես խաղեր էի անում, որպեսզի մարդը էմոցիա գա, էքսպրեսիա գա, ինքը չէր կարող ձին չլիներ, բայց ձի տղեն կա։ Էմոցիան գալիս է, բայց բառերը գնում են։ Մեկ օրում ավարտել եք նկարանները։ Հա իհարկե, ժամերի ընթացքում։
Հիմա ինձ ասում են Զինա ջան դու ջուր ես ծեծում, այնպես որ ձեր թույլտվությամբ։ Ես կազմակերպում եմ պրեմիերան 21 TV-ի եթերում տեսալովակի պրեմիերա, երգում է իմ Սվետան, վայելում եք վերադառնում եք տաղավար։
Դե ինչ 21 TV եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, ես ձեզ խոստանում եմ, որ այս երգը բազմիցս տեսահոլովակը կվայելեք հենց իմ ծրագրի շրջանակներում, Սվետանի այստեղը Արսենի հետ եւ ամփոփման համար մի քանի դետալներ։ Ես արդեն հասկացա, որ այս երգը դու օգտագործում ես աշխատանքի մեջ։ Երգել ես արդեն հասցրել ես Սվետ։ Ամեն օր գրեթե երգում եմ։ Հա, այդ այն իմ սիրած երգերից է, որ օրինակ հանդիսավոր ուզում է հաց ուտի, խնդրում է երգչուհին կամ երգիչը մի քիչ երկար մնա բեմի վրա այդ երգերից։ Այդ որ կամ քեզ մոտ քոնորաբաց մյուզիկոլում տենց կլինի, ռեստորանում այսպես թե այնպես մենք բլոկ ենք երգում, մոտավորապես 20 րոպե, 30 րոպե տևողությամբ երգում ենք հանդիսավորները հանգիստ իրենց հացում։ Եվ DJ-ներին եւ այն պահը, որ ասում եմ, ինչքան դե օրինակ եթե լինում են ժող երգիչներ, որ բենդով աշխատում են, ասում են Զինջան 50 թե 1 ժամ։ Այսինքն իսկ այս երգերն էլ է էլի մեզ պետք, ես իմ մասն եմ մտածում։ Իսկ ինչ ունենք հենց հիմա, որ գործը հասկացա վայելում ենք, դեռ այս խաղում ենք, այսպես ասած, պտուղները, ինչ ենք անում հիմա Սվետ։ Այս պահին դեռ վայելում ենք այդ թարմությունն ու նորությունը։ Չասես, ասել եմ, գիտես, չասես։ Ինչի։ Բայց պլաններ կան, պատտվում են, աշխատանքները արդեն կամաց նոր պրոյեկտի էպման մեջ է այսպես ասած, բայց դեռ այս քանի որ սկզբնական օրերն են, դեռ ոնց որ վայելում ենք ու աշխատանքի մեջ կիրառելով փորձում ենք մեր արած աշխատանքի այդ պտուղները վայելել դեռ։ Բայց միաժամանակ նաև մտածում ենք հաջորդ պրոյեկտի մասին, իհարկե կան։ Երգերը աշխատվում են հիմա, գործընթացի մեջ արդեն մտածում։ Մեծ պրոդյուսեր, իսկ այս բոլոր թվարկասանի մեջ դուետ կա։ Դուետ։ Չէ, չենք ուզում դեռ։ Հա, տենց։ Այո։ Ինդիվիդուալ մոտեցում է։ Հրավեր կա, Viagra խմբի մեջ աշխատելու Միլաձեն էր զանգել։ Լավ էլի ասել։ Viagra խմբի մեջ աշխատելու հրավեր կա։ Տրամադրությամբ եք եկել։ Դուետը ինձ հետաքրքիր չի, ես շատ եմ սիրում։ Հասկացա։ Էգոիզմն է տիրում։ Իսկ ես այսքանից հետո ավելացնեմ, որ ինձ մոտ հիմա տաղավարում շատ երգիչներ լինում, ասում եմ, նրանք արդեն նորից կրկին իմ թիմում են։ Ինչի մասն է խոսքը, դա ես հատուկ թողարկում եմ ներկայացնելու, այնպես որ կրկին Սվետան իմ թիմում է, մնացածը էքսկլյուզիվ ես ձեզ կցուցադրեմ Ուզում եմ ասել, այս նորաբաց պրոյեկտը, որ սկսել եք, բոլորին դու ես ներկայացնում։ Ես էլ ուզում եմ ասեմ, շնորհավորում եմ այդ կապակցությամբ, որ նոր մյուզիկ հոլ է բացվում եւ դուք եք ղեկավարում։ Հուսամ կթույլ կտակ ներս մտնեմ այնտեղ, որտեղ համել Grand Opening-ին։ Այո, այդ է ուզում ասել, շնորհավորանքներս եւ նաեւ ասեմ, որ Սվետան նոր ֆիլմում է նկարահանվում, իհարկե նոր չի շարունակությունը։ Երկրորդ։ Հա, Կայսերության թևեր երրորդում է նկարահանվում եւ նաեւ էլի նոր անակնկալներ կա, նոր պրոյեկտ կա, որ լրիվ ռուսերեն տարբերակով է հնչեցվելու, այսինքն ռուսական հանդիսատեսի համար։ Ինձ թվում է, երբ որ Կայսրության թևերի արդեն 10-րդ եթերաշրջանը լինի, որ Վարդանյանից մոտ տաղավարում կլինի, ինչպես ասում է, ձեն ոնց որ մի եթերաշրջան էլ կա, թող սա էլ ավարտեմ, ինչպես միշտ։ Պարոն Վարդանյան, դուք արդեն հասկացաք, այնպես որ ես կրկին շնորհավորում եմ ձեզ։ Ապրեք լավ գործի համար, առիթատերեր նոր գործ եք ուզում, բերել ենք արդեն, կարող եք Սվետայություն փնտրել գտնել, իսկ եթե նեղում եք, որ ծրագիրը կիսատ եք դիտել, հոգ չէ, վաղը 13:00-ին կրկնությամբ կարող եք վայելել, 1 ժամ հետո գտնել արդեն YouTube-ում։ Իսկ ես շնորհակալ եմ ձեզ լավ գործի համար, ապրեք։ Մենք ենք շնորհակալ։ Եվ պահանջում եմ, որ այսուհետ այդ ամոթը լինի սկիսուրի մոտ, զանգարելին Սվետա ջան եւ ասել ձին նոր կլիպ ունեմ, հա։ Չէ, ամոթել է, այո։ Ամոթել է։ Շատ լավ, իսկ այսքանից հետո լավ տրամադրությամբ ընկերներիս էներգիան գողացած ձեզ հաջողություն եմ մաղթում միմիայն հանդիպելու ակնկալիքով ձեզ հետ Սվետան իր պրոդյուսերը եւ ձեր Զինա Հակոբովնան։ Ինձ պտրեք բացառապես 21 TV եթերում բարին ընձեզ։ Իմ կյանքում նոր էջ բացվեց, երբ քեզ հանդիպեցի Կյանքս լիացավ
մնաց հորդ քեզ տվեցի սերս Իմ երջանկության համար անվերջ պայքարեցի Բայց դու հեռացար ու ես մորեցի Սիրտս կոտրեցիր ու ինձ համար արդեն քո սերը հուշեր Ինչ էլ որ ասենք հիմա իրար չենք փրկելու ուշեր Շատ ափսոս որ այս անգամ էլ ինձ չհասկացար հեռացար Մեղավորը ես եմ որ մի օր քեզ ներեցի Քեզ հավատացի նորից ու քեզ վստահեցի Կյանքս սիրտը իմ նորից հույսով սրտին քո կապեցի Բայց դու հեռացար ու ես մորեցի Քո բոլոր ասված բառերը ինձ համար կրկին սուտ է Ու թեև իմ սիրտն այրվում է բայց հոգում հավերժ սուրտ է Շատ ափսոս որ այս անգամ էլ ինձ չհասկացար հեռացար Շատ ափսոս որ այս անգամ էլ ինձ չհասկացար Բայց դու հեռացար ու ես մորեցի Քո բոլոր ասված բառերը ինձ համար կրկին սուտ է Ու թեև իմ սիրտն այրվում է բայց հոգում հավերժ սուրտ է Շատ ափսոս որ այս անգամ էլ ինձ չհասկացար